Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի սկիզբը սկսեց թերևս ամենամեծ աղմուկ բարձրացրած գործի լսմամբ։ Քրեական գործը ստացել էր օդնոկլասնիկի դատ անվանումը։ Համացանցային մտերմիկ զրույցը 17-ամյա Տիգրան Թադևոսյանի եւ Լիդա Եդիգարյանի միջև ավարտվեց ճակատագրական մեծ սխալով եւ մահվան ելքով։ Զրուցակիցները միմյանց հետ շփվելուց հետո տաքացել էին, սկսել իրար վիրավորել, հետևել էր հայոյանք, որը հետագայում ողբերգական ավարտ ունեցավ 17-ամյա Տիգրանի համար։ Եդիգարյանի ընկերը, ապա ընկերոջ ընկերները խմպակային ծեծի ենթարկեցին 17-ամյա Տիգրանին։ Տղան մահացավ։ Մահացածի մայրը պահանջեց աշխարհություն։ Դատական միմյանց հաջորդող նիստերում մեղավորների համար ամեն կերպ փորձեցին մեղմացուցիչ հանգամանքներ փնտրել, բայց ի վերջո դատարանի խորհրդակցական սենյակում վճռվեց Տիգրանին ծեծի ենթարկած Սերգեյ Մխիթարյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Քրեական այս գործի աղմուկի ելևէջները դեռ չավարտված, ծեծի ենթարկվեց Գյումրու շտաբ բուժօգնության կայանի բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանը։ Բնակարանից ստացված կանչով բժիշկը հասել էր հիվանդին օգնություն ցույց տալու։ Ծեծի ենթարկվել հիվանդի որդու Աշտակ Կարապետյանի կողմից եւ մահացել։ Մեղադրական եզրակացության համաձայն վերջինս դաժանորեն հարվածներ էր հասցրել բժշկին, պատճառաբանելով, որ շտաբ բուժօգնության աշխատակիցները ուշացումով են տեղ հասել։ Դատական նիստերը ընթացան բուրըն, հայտարարվեց անգամ, որ շտաբ բուժօգնության կայանի բուժքույն է հակացուցված դեղորայք ներարկել բժշկին։ Առաջարկվեց նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Միջնորդությունը մերժվեց։ Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա վճռվեց Աշտակ Կարապետյանին ազատազրկել 12 տարի ժամանակով։ Ի դեպ, նախքան վճռի հրապարակումը Ամբաստանյանը կարել էր բերանը։ Չկարեց իր բերանը ազատամարտիկ քրեական գործով ամբաստանյալ համարված Ժորա Աթոյանը։ Ազատամարտիկը մեղադրվեց կեղծ փաստաթղթեր ձևակերպելու եւ պետության գումարները յուրացնելու մեջ։ Ըստ մեղադրանքի ամբաստանյալը 1990-ից 1994 թվականների մարտական գործողություններին չէր մասնակցել, կոնտուզիա հիվանդությունը ձեռք չէր բերել մարտական գործողությունների ժամանակ։ Պետմեղադրողը փաստեց, Աթոյանը ժխտեց։ Դատական նիստերը ընթացան լարված մթնոլորտում։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթերցվեց Աթոյանի վճիռը։ 3 տարի ազատազրկում 8 միլիոն դրամի գումարի գանձում պետությանը վնաս պատճառելու համար։ Ժորա Աթոյանը դատական նիստերի դահլիճից հեռացավ անվերադարձ, մահացավ մինչ կալանավայր հասնելը։ Կոնտուզիա չի ստացել մարտական գործողությունների ժամանակ։ Նույն մեղադրանքն առաջադրվեց հեշտական ազատամարտիկին Հովհաննես Բաղդասարյանին։ Նույն մեղադրանքը հնչեց։ Կեղծ փաստաթուղթ խաբեություն։ Բաղդասարյանի շահերի պաշտպանը ներկայացրեց այն բոլոր փաստաթղթերը, որտեղ բժշկական եզրակացություններ էր գրված։ Համաձայն պաշտոնական այդ փաստաթղթերի Հովհաննեսը կոնտուզիա ստացել էր, հոգեկան խնդիրներ ունի, հոգեկան առողջության կենտրոնում էլ պարբերաբար բուժում է ստանում, սակայն վճիռն եղավ անբեկանելի։ Կրկին 3 տարի ազատազրկում, այս անգամ 3 միլիոն դրամի փոխհատուցում պետությանը վնաս պատճառելու համար։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012-ին ուսումնասիրեց նաև Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Հրանտիկ Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործը։ Գյումրի ջրառատ ճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 40-ամյա Հմայակ Մկրտչյանը տեղափոխվել էր Ճերմակ հիվանդանոց, վիրահատվել Ներսիսյանի կողմից։ Վիրաբույժը ծակեց տուժածի սիրտը։ 40-ամյա Հմայակ Մկրտչյանը մահացավ։ Վիրաբույժը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հրավիրվեց դատական նիստերի դահլիճ։ Ի դեպ, վերջինս 2005 թվականին եւս ձերբակալված էր եղել նմանատիպ գործով։ Հրանտիկ Ներսիսյանն այս անգամ է զղջած կատարվածի համար եւ դատարանից խնդրեց մեղմ վերաբերմունք։ Պետմեղադրողը պահանջեց 9 ամիս ազատազրկում եւ մասնագիտական գործունեության դադարեցում 3 տարի ժամանակահատվածով։ Դատավորը վճիռը կայացրեց առանց պետմեղադրողի պահանջի փոփոխության։ Հանցագործությունների բացահայտման ալիքը դուրս եկավ Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Թուրքիա դայակ աշխատելու նպատակով Հրանուշ Մուրադյանը ուղևորվեց, ներքաշվեց մարմնավաճառության մեջ եւ Իշիկե հյուրանոցում 120 օր զբաղվեց մարմնավաճառությամբ, խոշտանգվեց եւ նվաստացվեց, վերադարձավ Հայաստան ու դատի տվեց Թուրքիայում առևտրով զբաղվող դոկտոր Մականվամբ Սուսաննա Մարտիրոսյանին եւ Նարինե Մովսիսյանին։ Դատական նիստերի ընթացքն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, տուժողը նախնական նիստերին չներկայացավ, ամբաստանյալները պնդեցին, որ Հրանուշը գիտեցել է, թե ուր է գնում եւ ինչ գործով է զբաղվելու։ Դատարանի դահլիճում հայտարարվեց, որ մարմնավաճառությամբ զբաղված Հրանուշը մեծ գումարներ է ուղարկել Հայաստանում բնակվող մորը, մի քանի անգամ հատել սահմանը, ուստի հնարավորություն ունեցել է տուն վերադառնալու։ Հաջորդիվ ընթացող դատական նիստերին ներկայացավ տուժող Հրանուշը։ Արցունքախառն աչքերով հայտարարեց, որ ինքը շահագործվել է Սուսաննա Մարտիրոսյանի, նույն ինքը դոկտորի կողմից, ու պահանջեց խստագույն պատիժ։ Տարին եզրափակվեց լավ լուրով։
Հանրապետության ամենաաղմկահարույց քրեական գործն հասավ հանգուցալուծման։ 9 տարի շարունակված, բայց վերջնակետ չունեցող հայտնի Մատաղիսի Զորամասում ծառայած զինծառայողներ Մուսա Սերոփյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Արայիկ Զալյանի դեմ հարուցված քրեական գործի լսումն ավարտվեց։ Այս գործը թակել էր շատ դռներ։ Վճռաբեկն անգամ ցմա պատիժ էր սահմանել, հետո վերանայվել էր վճիռը եւ նախկին զինվորները ազատազրկվել էին 3 տարի ժամկետով։ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին Մատաղիսի Զորամասում ծառայած զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանությունը, ապա դիակները ջրանց կնետելու մեջ մեղադրվեցին 3 տղաները։ Գործը քննվեց տարբեր ատյաններում եւ ի վերջո Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանում կայացավ վերջնական վճիռը։ Այս գործով մեղադրվողներին ոչ ոք չէր համարում հանցագործ։ Այդ մասին դատարանի դահլիճում վկայեց անգամ մահացածի զինվորներից մեկի հայրը Մովսես Մկրտումյանը եւ պահանջեց գտնել իրական հանցագործին։ Դատական նիստերից բացակայող պետմեղադրողները ներկայացան վերջապես, փոխեցին հոդվածը, ամբաստանյանների համար պահանջեցին 8 տարվա ազատազրկում։ Հոդվածը փոխեցին, բայց չկարողացան մեղմել քաղաքացիական հասարակության զայրույթը։ Կրքերը թեժացան ու վերջն եղավ անսպասելի։ Հրապարակվեց դատավճիռը։ Ամբաստանյաններն արդարացվեցին, դատարանը գնաց որոնելու իրական հանցագործին։ Հին հունական դիցաբանության մեջ արդարադատության աստվածուհին Ֆեմիդան աչքերը փակ կշերկի այս նժանների միջոցով էր որոշում անմեղներին ու մեղավորներին։ Ճիշտ է, հիմա դատավճիռներն այս կերպ չեն կատարվում, սակայն դատական նիստերի դահլիճում Ֆեմիդայի արձանը պահվում է որպես արդարադատության խորհրդանիշ։ Սակայն որոշ աղբյուրներում աստվածուհին հայտնի է եղել որպես թեթևաբարոկին, ուստի մնում է միայն, որ դատաիրավական համակարգը վճիռներ կայացնելիս թեթևամտորեն չգործի։ Կիմա Եղշացյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։